Բարեկամներ մենք վերադառնում ենք եւ Արաբկիր Մալաթիա Սեբաստիան մրցավեճն է։ Սա վերջին հանդիպումն է խմբային փուլի ըստ այն ամեն ինչը որ պետք է լիներ ըստ հաշվարկածի, բայց մենք դեռ որոշակի խաղեր ունենք, կարելի է ասել հետևելու, որոշակի բաներ փոխվելու են, ինչու որովհետեւ A խմբում բոլորը 3 միավոր ունեն եւ տարբերությունն էլ հավասար է բոլորի մոտ, այսինքն պետք է հասկանալ ով է գնում առաջ, այնտեղ հերվից արված եւ այսպես բացվում է խաղի հաշիվը, Արաբկիրը առաջ է անցնում։ Հաշվի մեջ Մալաթիա Սեբաստիայի գրոն է սա, տեսնենք ինչպես կստացվի։ Առաջին անգամ այս մրցաշարում Արաբկիրը առաջինը գոլ խփեց եւ առաջ անցավ հաշվի մեջ եւ հարվածում 1-1 կարագորեն հավասարություն եք տեսնում հաշվի մեջ այս պատանի ֆուտբոլիստը շատ արդյունավետ է, ով քիչ առաջ գոլ եղինակ դարձավ Մալաթիա Սեբաստիայի կազմում, գոլային շատ լավ հոտառություն է նկատվում, իսկապես ունի։ Այդ ամենը եւ սա Արաբկիրի գնոն էր հարվածի փորձ տեսանք։ Աչի եզրից հետևը սացրից փոխանցում չստացվեց հեռացնել գնդակը, ամեն դեպքում դուրս եկավ խաղահարապարակի աչատվածից եւ սա հարվածի փորձ էր, բայց ազատ հարվածները չես կարող գոլով ավարտել, ուղիղ հարվածի մասին է խոսքը, պետք է նվազագույնը 1 հպում լինի գնդակին, մինչև դարպասում հայտնվելը, այսինքն փոխանցման մասին է այստեղ արդեն խոսքը։ Գրոյի փորձը Արաբկիրից եւ ով է տանելու գնդակը, Մալաթիա Սեբաստիայի ֆուտբոլիստը ձախ եզրում է եւ հարվածեց այստեղ մոտակա անկյունը։ Փորձեց գլորել գնդակը 1-0 է ներողություն 1-1 է հաշիվը եւ այս պարագայում երկու թիմերի համար էլ խնդիրը նույնը չէ, հիմա կզարմանաք ինչու նույնը չէ, քանի որ ամեն դեպքում Արաբկիրին հաղթանակ է պետք այստեղ, ոչ ոքին այդքան էլ լավ սցենար չի լինի։ Ընդհանրապես լավ սցենար չի լինի, քանի որ չեն հաղթել։ Արաբկիրը չի հաղթել քիչ առաջ 1-5 հաշվով, ներողություն։ Հավանի այդ խաղում պարտություն եւ հիմա ոչ ոքին ուղակի մրցաշարից դուրս կթողնի, քանի որ Մալաթիա Սեբաստիան առաջին խաղում հաղթանակ է տոնել։ Բայց նաեւ լավ տարբերությամբ է պետք է հաղթել։ Տևում է արված եւ գնդակը հայտնվեց դարպասում։ Խաղահարապարակի միջին գոտուց 2-1 է դարձնում Արաբկիրը հանդիպման հաշիվը։ Հիմա այս գնդակ խլումը վերածվեց հարվածի, բայց չէ ստացվում։ Ձախ եզրով անցման փորձ պայել է գնդակի իր մոտ։ Արաբկիրը արված դարպասից կլինի։ Օթային փոխանցում դեպի ձախ եզր, բայց պայել գնդակը չի հաջողվում այստեղ։ Աչ եզրում է գնդակը, տեղափոխվեց ձախ եզր, բայց գնդակի կորուստ եղավ։ Օթային փոխանցում այստեղ գնդակը դարպասում է, շատ հետաքրքիր խաղարկում ու Մալաթիա Սեբաստիան այս ոճով այս մրցաշարում իր երկրորդ գոլն է խփում։ Օթային փոխանցում եւ գլխով հարված։ Հերվից փորձ ենք տեսնում, խաղակոշիկը դարպասում հայտնվեց, բայց գնդակը ոչ ամեն դեպքում, իսկ դա գոլ չի հաշվում ամեն դեպքում։ Եվ իրականում Մալաթիա Սեբաստիայի այս խաղացողի համար այս սցենարն ավելի լավ էր, քանի որ օրինակ անցած խաղում խաղակոշիկն առհասարակ խաղահարապարակից դուրս էր հայտնվել, հիմա գոնե ներսում էր։ Ցածրից փոխանցում անդրադարձ ենք տեսնում այստեղ։ Եզրից պետք է խաղարկել։ Դեպի աչ եզր փոխանցում եւ գնդակի խլում հարվածի փորձ տեսանք այստեղ։ Նորից եմ նշում, այս հաշիվը ձեռնտու չէ Արաբկիրին, սա կարող է վերջին խաղը դառնալ Արաբկիրի համար։ Սթրիթբոլ Արմենիայի կազմակերպած Երևան Cup 2026 մրցաշարում կանոնային տրամադրություն է նաեւ մեզ մոտ վստահաբար կարելի ասել եւ ձախ եզրից հարված ենք տեսնում, բայց շեղեր այս փորձը։
Պրեսինգ է փորձում գնալ Մալացիա Սեբաստյան, Արաբկիրի ֆուտբոլիստները գնդակով են, բայց գնդակի կորուստ եղավ, շատ լավ փոխանցում էր արված, տեսանք որը փակվեց ցախ եզրից, անկյունային է լինելու, ցածրից փոխանցում ենք տեսնում, բայց հեռացված է գնդակը, հետաքրքիր որոշում էր, չի ստացվում այստեղ պայել գնդակը եզրից գլխավարկի Արաբկիրը գնդակ, օդային փոխանցում, աչի եզրում է, այստեղ ու հաղթում արձանագրեց մրցավարը։ Դեպի ձախ եզր փոխանցում, ստացվում է պայել գնդակը, ոչ չի ստացվում։ Մրցավարի եզրում էր մրցավարի անմիջապես կողքին էր իրավիճակը, բնականաբար ամեն ինչ տեսնում ես։ Արված դարպասից կլինի։ Արաբկիրն է փորձում, որից գնալ առաջ։ Գնդակի կորուստ ոչ, սա խախտում է։ Սա խախտում է մրցավարը, արձանագրեց եւ տեսնենք ինչպես է Տուգանային իրացնելու Արաբկիրը։ Եվ նաև վերաբերվում է Տուգանայիններին փաստորեն, մեկ հպումով գոլ խփելու հետ կապված պետք է փոխանցում կատարել։ Փակվեց այս փոխանցման ճանապարհը։ Տեսնում եք արված եւ գնդակը դարպասում է 3-2 խառնում է ամեն ինչ։ Այստեղ Արաբկիրը եւ կտրուկ հաշվի հավասարություն 3-3 պետք է հաղթել Արաբկիրը, կարող է այդ պարագայում շանս ունենալ առաջ անցնելու։ Լավ անցում էր այստեղ եւ գնդակի խլում ենք տեսնում եւ Մալացիա Սեբաստյան շատ կարեւոր գոլ է խփում ու կարող են առաջին տեղով դուրս գալ, եթե հաղթում են, ապա վստահաբար առաջին տեղով գնում են առաջ։ Եվ վերջ բարեկամներ 4-3 հաշվով Մալացիա Սեբաստյան հաղթում է եւ դուրս գալիս առաջ։